որ սիրելի հետևորդներ ջան, պատվերներս Թեմուից եկել եմ, երեք եմ գնացել ստացել և անհամբեր բացել եմ, ինչ է որ ձեզ ցույց կտամ իմ հրաշալի պատվերները Թեմուից, ուզում եմ մեկ այլ ուրիշ հրաշք ցույց տալ ձեզ, որ ծաղկել է իմ պատուհանի գորգին, գիտեք չէ ինչքան ծաղիկներ սիրում, իմ հրաշքները, որ մի մասը այստեղ է գտնվում, քանի որ ձմռանը ծաղիկները ուշուշ ենք ջրում, կարելի ասել շաբաթը մեկ անգամ, 3 օրներ ջրում էի, ու մեկ էլ ինչ տեսնեմ, իմ ցիկլամենն է ծաղկել, ահա, հրաշք, ձմռան հրաշք, կոկոմները բարձրացել են, ահա, տեսեք, ու թե ինչքան էլ ներքևի հատվածում կա, անհաշիվ, տերևները շատ եմ սիրում, այս տերևների վրայի այդ գծանախշերը, ինձ նույնպես շատ դուր է գալիս, գիտեք չէ, որ գնալով համ բոյովանում է, համ էլ ավելի մեծանում է, երկրորդ անգամ է ծաղկում իմ տանը, սիրելիներս, և շատ ուրախ եմ, ծաղիկները նույնպես մեզ ուրախություն են պատճառում, բարձրացնում են մեր տրամադրությունը, մեր մոտ քնքշանք է առաջանում, հիմա, քանի որ նաև այս ծաղիկը մի քիչ կամակոր է և չի սիրում իրեն շատ այս ու այն կողմ տանել, զգուշորեն, նորից այստեղ, այս կողմում կանացի երջանկությունն է, որ պիտի խնամք կատարեմ, ծաղկամաններ եմ գնել, դե այստեղ էլ արդեն, որին ես ծնծաղիկ եմ ասում, այս ինձ սիրում, շատացել ու փարթամացել է, շատ չեմ ծանոթ իր բնավորությանը, ծաղկել է 2 անգամ, որից հետո արդեն առատ ճուտիկներ ա տվել, ու չգիտեմ, ձմռանը ծաղկում է, թե ոչ, եթե գիտեք, կարող եք գրել ինձ, այս փոքրիկ տերևիկները չեն վնասի իմ ցիկլամենին, մի քիչ խիտ եմ դրել, քանի որ գիտեք, մյուս կողմը վերանորոգման պատճառով իրերը խտեցրել եմ, ծաղիկները խտեցրել եմ, այստեղ էլ արդեն բեգոնյաներն են, այս արդեն որ դրել էի արմատակալվի, չգիտեմ, դուրս կգա թե ոչ, բայց տերևները դեղնվել է, որոշները մնում է, կտեսնեմ, ինչ ընթացք կունենա, քանի այստեղ եմ, ավելորդ տերևները վերցնեմ, լիմոնս նույնպես իրեն շատ լավ է զգում, կոկոմել է, դա էլ մոտիկ ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, եղանակ այսօր նույնպես արևային է, բայց ոչ երեկվա նման, տերևները մի կողմ և արդեն իմ պատվերներս ձեզ ցույց տամ։ Սիրելի հետևորդներ ջան, մի պահ կադրից դուրս է եկել, հավերս տարօրինակ ձայներ էին հանում, գնացի, ամեն բան նորմալ է այնտեղ, և հիմա իմ նվերները, որ այստեղ է, ոնց է ու ցույց տամ։ Անուշկա, ես ոնց ես բացել, այստեղ դրական, այստեղ ամբողջական հասցեն է, ինձ հեմորի պատվերները, որ արդեն իսկ անբոքսինգ եմ արել, մենակով, հենց հիմա էլ ուզում եմ ցույց տալ ձեզ սիրելիներս, երբեմն, երբ որ խոսքը գնում է հատկապես գնումներին, պատվերներին, մենք կանայքս, աղջիկներս մի քիչ դառնում ենք ավելի անհամբեր, ավելի շտապողական և էլ չենք ուզում մկրատ վերցնել և սիրուն կտրել։ Հատկապես իմ այսպիսի տոկատները դեպիքեք սրանք պետքական չեն, երևի մի քիչ էլ դա էր, ու երբ որ անհամբեր ենք լինում, այսպես պատառոտում ենք, դա չի խանգարում, այս տոկատը պետք չէ, այ իսկ երբ խոսքը գնում է դժվարություններին, հենց մենք նույն կանայքս, նույն աղջիկներս դառնում ենք ավելի համբերատար,
Սա իսկապես պետք չի լինում մեզ։ Եվ երբեմն էլ այդ դժվարությունները լուր ենք տանում։ Ահա, իսկ հիմա սիրելիներս տեսնեք, թե իմ պատվերները, որ իմ սրտով է, ինչպիսին են։ Երեք պատվեր եմ արել և երեքն էլ իմ սրտով եմ։ Այստեղ լույսով հայելի, քանի որ արդեն իսկ բացել եմ, հիմա հեշտ կբացեմ։ Այսպես։ Այ, այս երեսի կպչուկը չեմ պոկել։ Պոկեմ։ Լավ, շատ լավ է, շատ պարզ ու լուսավոր է ցույց տալի։ Հիմա ասեմ, ինչպիսին է, ահա այստեղ հենակով, շատ հարմար կլինի, միգուցե շատերից ծանոթ, միգուցե դուք էլ ունեք, համենայն դեպս, քանի որ գիտեք, ես պատվերներով շատ քիչ եմ զբաղվում, հիմնականում իմ համար պատվերները կատարում են իմ աղջիկները, Սաթենը և Տաթևը, այդպես, և սա իմ առաջի պատվերն է Թեմուի սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ գործերով շատ եմ ծանրաբեռնված և եթե մտնում ենք այդ ճանապարհի մեջ, ես կասեի, խորանում ենք այդ ուղղությունով, գիտեք, որ ինչքան ձգողական ուժը մեծ է, երբ որ մտնում ենք թե Թեմուի բաժինը և թե Վայբերիսի բաժինը, թերթելով, լավ ու սիրուն բաներ տեսնելով, մեկ էլ տեսնում ենք ժամանակը գնաց ու գործերն էլ մնում է այդ դեպքում։ Խուսափելու համար այդ ամեն ինչից ես ինձ հետ եմ պահել համբերատար ձևով, հատկապես երբ որ Տաթևս ու Սաթենս իմ համար միշտ պատվերներ են արել, ինձ հարցրել են ինչ եմ ուզում, որ իմ սրտով լինի ու ինձ նվեր են արել։ Այս անգամ էլ ես փորձեցի, չգիտեմ, կշարունակեմ թե ոչ, բայց ամեն դեպքում գոնե մի անգամ փորձեցի։ Նաև սիրելի հետևորդներ ջան, թե ինչու եմ եկել հայելու առաջ, այստեղ դե համ լուսավոր է, խոհանոցում եփում թափում ենք։ Ուզեցի, որ այս անգամ այստեղից միանալ ձեզ, իմ պատվերները այստեղից ձեզ ցույց տալ, համ էլ դե, քանի որ հայելին անդրադարձնելու հատկություն ունի, հատկապես լավ բաները, լավ խոսքերը, թող որ իմ այս պատվերը շարունակական լինի, կրկնվող լինի, որ միասին unboxing անենք։ Այստեղ էլեմենտների տեղն է, արդեն բացել եմ, գիտեմ, որ 3 հատ է պահանջվում, այստեղ էլ երբեմն երկար եղունգները մեզ պետք են գալիս, ահա, 3 բարալիկ էլեմենտի տեղ ունի, բայց էլեմենտները իր հետ չուներ, սիրելի հետևորդներ ջան, էլեմենտները ես պիտի առնեմ ու ամրացնեմ այստեղ, այսպես, շատ հրաշալի, մի հատ շրջվեմ, շատ հարմար է, շատ եմ սիրում, որ հայլին պահում եմ այսպես ու մազերիս հետևն էլ եմ տեսնում, ահա, սիրում մնում է, սիրել հետևորդներ ջան։ Հիմա անցնենք առաջ։ Երբ որ գնում ենք խանութներով, ճիշտ է, հայելիները կան մեր խանութներում, հատկապես շինանյութի խանութներում, եզրերը կարմրավուն կա, չէ։ Ու նայում, վերցնում, էլի դնում ենք։ Արինակ միշտ ուզեցել եմ, բայց ինձ դուր չի եկել։ Մի տեսակ նա մի քիչ կոպիտ են։ Մենք էլ մի քիչ նուրբ բաներ ենք ուզում ունենալ։ Այստեղ նույնպես բացել եմ, մկրատ պետք չէ, կպչիկով է։ Սա էլ բոլորիս պետքական աբադոկ է, մարդագույն, բանտիկով, ձգվող է, ահա, և հարմարավետ է, բոլորիս էլ կգա չափը, քանի որ ձգվող է, չեմ կարծում, որ սրանից մեծ ավել պետք լինի,
Սա պես ռազմեր է, սիրելի հետևորդներ ջան։ Շատ է պետք լինում, երբ որ ուզում ենք մեր դեմքին խնամք կատարել, ու մեր մազերը խանգարում են, սա հետ պահելու համար է։ Փոքր տարիքից սկսած աբադոկներ չեմ կարողացել կրել, չեմ սիրել, անընդհատ իմ համար անհարմար է եղել, ինձ նեղացրել է, եթե դրել եմ անընդհատ ձեռքս տարել եմ ու այդ ավելորդություն եմ համարել, ինձ խանգարել է եւ աբադոկներ առ այսօր ես չեմ դրել։ Մազերը շատ երկար է եղել, մայրիկս էլ հյուսած ապահել իմ մազերը, մինչև այն ժամանակ, որ արդեն ես հասունացել եմ եւ իմ մազերը ինքնուրույն եմ արդեն խնամել, հավաքել։ Ինչևէ, ուզեցի, որ սրանից ունենալ, զգացի, որ հիմա ինչ շատ է պետք։ Այստեղ եւ մյուսին պատվերը, որը նույնպես շատ իմ սրտով է, գույները, հատկապես իմ սիրելի գույները, մուգ եւ բաց, ահա, ոճը, հիանալի, ճաշակով, թեպետև ճաշակին ընկեր չկա, սիրելի հետևորդներ ջան, բայց այս ձմեռային բաժինկաները շատ իմ ճաշակով է եւ իմ սրտով է։ Չեմ փորձել, այսօր պիտի փորձեմ, բայց դեռևս սրա հագնելու կարիքը չկա։ Հիմա միջուկը հանեմ, տեսեք ինչ հետաքրքիր է, ինձ չի հանդիպել անկեղծ, միշտ թղթե գունդ է հանդիպել եւ այսպիսի ուռուցիկ տոպրակներ չի հանդիպել։ Մյուսն էլ հանեմ։ Վերս հենց որ թողնում տուն եմ գալի ու խորանում եմ մի գործում, ամեն դեպքում մտքով անհանդիստ եմ լինում հավերիս համար, հասրել հետևորդներ ջան, չգիտեմ, որտեղ կարելի է օգտագործել, կարծում եմ պետք չի լինի, դեն կնետեմ, հիմա միջուկը ցույց տամ, սպիտակ, փափուկ, այսպես, հասրել հետևորդներ ջան, ինքը շատ կոշտ չէ, այսպես որ ձեռք եմ տալի, շատ ինքը մի տեսակ նուրբ է, չի ասի թե մաքուր կաշի է, բայց ամեն դեպքում ինքը որակը լավն է, այսպես որ ձեռք եմ տալի, մի քիչ էլ թվում է թե զամշ է, բայց նույնիսկ պոլո զամշ չէ, սիրելի հետևորդներ ջան, ահա, ինչևէ, հիմա անցնեմ իր համարին, որը իմ մոտ մի քիչ անհանգստություն առաջացրեց, ուրեմն ես չգիտեի, որ տարբեր երկրներում հատկապես հագուստի եւ կոշիկների համարները կարող են տարբեր լինել։ Ես 39 համար էի պատվիրել եւ երբ որ բացեցի տեսա, որ այստեղ գրված է 40, մի պահ նեղվեցի, այսո այն կողմ տարա, նույնիսկ չուզեցի այդ պահին փորձել, այսպես նայեցի, դե մտածեցի, որ որպես 40-ի, դե ոչինչ, կհարմարվեմ, կհագնեմ, կոպիտ չի երևում, երկուսը միասին պահեմ, ահա, այդպես ինձ սկսեցի հուսադրել, որ իմ պատվերը 39-ի փոխարեն 40-ն է եկել, սկսեցի ինձ այդպես հուսադրել, ահա, բայց չփորձարկեցի, չհագա, սիրելի հետևորդներ ջան, շատ էի հոգնել երեք, եւ ավելի շատ հանգստի կարիք էր զգում, հետո այս համարը մի տեսակ տրամս էլ գցեց, այդպիսին է, չէ, շուտ տրամադրություններս բարձրանում է եւ շուտ էլ ընկնում է, հետո որոշ ժամանակ հետո Տաթևիս հետ զրուցում էի հեռախոսով ու այս մասին սկսեցինք զրուցել, ասեցի, որ շատ սերտովս է, բայց այս պահնա 39-ի փոխարեն եկել է 40 համարը ու Տաթևս այդպես շպտալով ասաց, որ մամ ջան, տարբեր երկրներում տարբեր են համարները, դե քանի որ ես էլ արդեն ասացի, որ այս գործի մեջ կարելի ասել չկամ, չեմ զբաղվում, պատվերներ չեմ անում ու այդքան էլ չէի խորացել այս գործում ու չգիտեի, երբեք չիմանալ ամոթ չէ սիրել հետևորդներ ջան,
Ու դա թևս ասեց, որ հատկապես ասիական երկրների համարները թե հագուստի և թե կոշիկների տարբեր է մեր երկրի այդ չափերից, ռազմերներից։ Այդտեղ մի քիչ սիրտս խաղաղվեց, բայց այնուամենայնիվ էլի չփորձեցի, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա էլ չեմ փորձում։ Ձյուն չի եկել, սա որ ձյուն կգա, այդ ժամանակ կհագնեմ։ Ունեմ այս տիպի բադինգաներ, տաքուկ բադինգաներ ունեմ, որ գնել էի իմ Ռուսաստան եղած ժամանակ։ Ուղղակի սրա գույնը շատ ինձ դուր եկավ։ Մի տեսակ անուշ գույն է, համով գույն է։ Ուզեցի սրանից անպայման ձեռք բերել, ունենալ։ Պարտադիր չէ, որ մեկ կոշիկ գնենք, կամ բոթազ, կամ սապոկ, կամ բադինգա, ու անընդհատ այդ նույնը հագնել։ Իհարկե նայում ենք նաև հնարավորություններին, սիրելի հետևորդներ ջան, այնպես է, որ երբ որ հնարավորությունը ունենում ենք, չենք ուզում, որ մեր ձեռքից բաց թողնել, իսկ երբ որ հնարավորությունը չենք ունենում, մենք կոշիկի վրա հարմարվում ենք, ամեն դեպքում երկրորդը չի խանգարի։ Ես սիրում եմ այդպիսին, ուշ եմ աշխվում, դիմանում է, հետո երբ որ մեկը հագնում ենք մի քիչ, հոգնում ենք, անցնում ենք մյուսին, արդեն էլ չենք հոգնում ու հավեսով ենք հագնում։ Նաև չեմ սիրում, որ մի ամբողջ հսկայական պահարան ունենում ենք, դա էլ չեմ սիրում։ Մենք երկու, ամենաշատը 3, ամեն մի սեզոնի համար, այդպես, չգիտեմ, եթե բնավորությունս ընթացքում կփոխվի, չգիտեմ։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, սրանք էին իմ պատվերները Թեմոյից։ Եվ դա էլ իմացանք համարների պահը, ասիական երկրների և մեր երկրի։ Եվ եթե ձեզ էլ անծանոթ էր, ապա դուք էլ իմացաք արդեն։ Գիտեմ, որ հիմա շատ շատերն են խորացել Թեմոյի մեջ, Viber-ի մեջ։ Մի տեսակ զրույցս անընդհատ նույն թեմայի շուրջ գնաց, որոշ բաներ ոնց որ թե կարիք եղավ նորից ասել, բայց թե եթե զրուցում ենք, երբեմն այդպես է հնչում մեր զրույցը, այդպես է ընթանում մեր խոսքը, չենք կարող մի անգամ ասել ու անընդհատ ուզում ենք ասել այդ մասին, ավելի լավ իմանալ, ավելի լավ տպավորվել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ես իմ գործերով աշխատանքի եմ շտապելու քիչ անց, շատ քիչ ժամանակ ունեմ, քանի որ այլ գործերով նաև շատ եմ զբաղվել, իմ առավոտյան սուրճը, վարպետը չի եկել այսօր, մաքրություններ էի կատարել տանը, իսկ հիմա կուզեք գնանք իմ խոհանոց, կոֆե եփենք միասին, այնտեղ էլ մի փոքր կզրուցենք և վլոգս կավարտեմ այսօր։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, այստեղ իմ հայրու առաջ վինո չեմ հավաքում, այսպես թողնում եմ, քանի որ այս պահին գնում ենք կոֆե եփելու, գնացինք։ Երեք որ գնացի պատվերներս վերցրի, նաև կոֆեի գնել, մանդարին էի գնել, հիմա կոֆեն դատարկեմ, եփեմ, մանդարինները գնացել եկել, ճաշակել եմ, սիրելի հետևորդներ ջան, այս կողմ մի բան, աշխատանքից գնալու ժամը մոտենում է, այսպես, նաև լիմոնի վրա մշակելու գործեր կար, մի քանի դեղնված տերև կար, չեմ պոկել, այսպես, բայց ոնց որ թե իմ սենյակում իր տեղը սիրել է, ես դեռևս խառն եմ այստեղ, ոչ մի բանը կարելի ասել իր տեղում չէ, բայց կամաց սովորում եմ, երբ որ ամեն բան դասավորված է լինում, մշտական, սովորենք չէ, ոնց ասած մեր աչքերը փակ, մեր գործը անում ենք, բայց երբ որ խառն է լինում, անընդհատ պետք է լինում, որ մի բանը վերցնել, մի կողմ դնել և այդպես շարունակ։ Ես իմ կոֆեն, դուք էլ ձերը գրեք, բաժակներս այստեղ ընդհանուր մի մեծ էմանի մեջ եմ դրել, մանդարինները,
որ մեր ջուրի կենտրոնից համարել մեքենայի վրայից 3 կիլոգրամը 1000 դրամ։ Այստեղ են խաղնում են սիրելի հետևորդներ ջան, տալն են, այստեղ տեսնեմ ինչ ամանում են, մի քանի հատ հանում սիրում։ Այսա հարմար կլինի, շատ էլ չեմ ուզում, ահա։ Այնքան լավն է այս ամանը, ամեն ինչ էլ լինում է, ամեն ձևով կարողանում եմ ձեռքիս օգտագործել։ Սպիտակը դեղին մանդարինների հետ ինչքան սիրուն ստացվեց, հա։ Ես խոշորներն էի դնում, ինքը փորձում էր մանդրերը տեղավորի, բայց ամեն դեպքում իմ սրտով է, չէ, այսքանը լավ է։ Սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչքան սիրուն է նայվում։ Արտադիր չէ, որ մեծ վազերի մեջ տեղավորենք մրգերը։ Հատկապես մանդարինը, որ շատ արագ է վերջանում, աննկարագրելի սիրում եմ, ընդհանրապես ցիտրուսային մրգերից մանդարինը առաջ տեղում է, հետո նարինջը, գրեյպֆրուտն էլ եմ շատ սիրում, ասելով գալիս եմ, ու պարզվում է բոլորն էլ սիրում եմ, այսպես, հենց որ կրպում ենք, հոտը տարածվում է, դե մանդարինս վայլեմ, կոֆեն էլ կեփի, սիրելի հետևորդներ ջան, հենց որ կոֆես կեփի, կգնանք նորից իմ սենյակ, այդ քանի տերևներ լիմոնի վրայից կպոկեմ, կազատվի իմ լիմոնի ծառը կսիրունանա, հետո նոր կգնամ գործի։ Այն որ ասում առանց ասելու գնացի է, սիրելի հետևորդներ ջան, կոֆեիս էլ հասցրեցի, նոր պղպջակներ հանում, դե գիտեք, արագի մեջ նայում եմ իմ հավերին, մի հատ էլ մանդարին վերցնում եմ, ես շիշլավներ, և արդեն կոֆես էլ եփվում է։ Ամենալավ միրգն եմ համարում ես հատկապես այս շրջանում, ճիշտ ամբողջ տարին համարյա թե լինում է, տեսեք ինչքան հեշտ մաքրվեց, հատկապես եթե հեշտ է մաքրվում, այդ մանդարինները մենք ավելի շատ ենք սիրում, կա չէ, որ կեղևը ինքան ամուր կպած է լինում, չի մաքրվում, հավերս էլ հանգիստ քուջուջ էին անում, երբ որ հանգիստ են լինում, արդեն ես հասկանում եմ, որ այդ ընթացքում իրենց հետ ոչ մի բան չի պատահել, վտանգ չկա, իսկ եթե գնում եմ դուրս տեսնում եմ չեն երևում, նշանակում է այդ ընթացքում վտանգ է եղել ու թաքնվել են։ Կոֆես եփեց։ Լցնեմ և գնամ իմ սենյակ, այդ մի քանի դեղին տերևը պոկեմ իմ լիմոնի վրայից։ Շատ բարի, այստեղ և գնացինք։ Այս հնարքներով Սիրելի հետևորդներ ջան, ես իմ կոֆեն վայելեցի, գազի պեչի կողքին նստած և այս էլ իմ լիմոնի ծառի դեղին տերևները 1, 2 այստեղ 3 և 4 մնացածը լավն է, գիտեմ, որ միշտ իմ լիմոնի ծառը բոլորիդ հետաքրքրում է, կոկոմել է, մոտեցնեմ, ահա, իջնում եմ ցած, որ գտնեմ, ահա, այստեղ եմ, այս էլ իմ լիմոնի ծառի կոկոմները, սիրուն, այս մի քիչ մեծացել արդեն, շատ մանր սկսել է կոկոմել, ահա այս կողմել կա, ահա, տեսակ, ու այդպես ամբողջ ծառի վրա այստեղ այնտեղ կա, հիմա տերևները զգուշորեն պետք է պոկեմ, ահա, գիտեմ, շատ հարցեր եք գրելու լիմոնի ծառի մասին, սիրելի հետևորդներ ջան, մի հանգիստ օր, հատուկ լիմոնի համար վլոգ կպատրաստեմ, մեկնել, ուր էր, ահա այստեղ, ոյ,
Սենց միամիտ կպչում եմ ուժեղ, այստեղ էլ կա կոկոն, տեսակ, ու ծառը շարժվում է, նենց եմ անհանգստանում, սիրելի հետևորդներ ջան, մի անգամ էլ հիանանք իմ լիմոնի ծառի կոկոմով և բարձրանամ այն երկու տեղին տերևն էլ բոկեմ, այսպես, այստեղ էլ կա կոկոմ հեսաս այ, որ ասում եմ, հատկապես այս շրջանում շատ զգուշ ենք վարվում, մեկն էլ սա էր, տեսակ, մատով պահեցի ճյուղը, որ շատ չթափահարվի, կարող է և չպոկել, սիրելի հետևորդներ ջան, բայց գիտեք, որ ես իմ ծառին ինձ եմ ենթարկում, մի խոսքով այս մասին երկար չխոսեմ, կուշանամ իմ աշխատանքից, կարող եք ինձ հարցեր գրել և մի օր հատուկ լիմոնի համար վլոգ կպատրաստեմ, առայժմ լավ եղեք և միշտ լավ պատվերներ արեք։